Սա իրապես կարևոր հարց է եւ միշտ քննարկվում է։ Ես այո ասացի, դուք ճիշտ նկատեցիք, որ Սփյուռքը մեր անբաժան մասն է։ Մենք մեկ միասնական ազգ ենք եւ Սփյուռքը պետք է անպայման մասնակցություն ունենա Հայաստանի զարգացմանը։ Նվազագույնը, որ մենք անելու ենք, կարծում եմ հատուկ մարմնի ստեղծումն է, որտեղ կլինեն նաև Սփյուռքի ներկայացուցիչներ եւ նրանք կմասնակցեն նաև որոշումների կայացմանը։ Ոչ միայն որ կուժեղացվի նաև Սփյուռքին վերաբերող հատուկ պետական, այսպես գործակալության աշխատանք։ Ինչ վերաբերում է ընտրություններին կամ ընտրելու իրավունքին, ես պատրաստ եմ շատ բաց քննարկումներ սկսել, հասկանալու համար դա մեր նպատակներին նպաստում է թե ոչ։ Այստեղ տարբեր իրավիճակ, այն որ Սփյուռքը պետք է ունենա հստակ մասնակցություն, եւ ես արդեն ասացի, ոչ թե մենք պետք է լինի բարեգործություն, այլ մենք պետք է լինենք կոնկրետ գործընկերներ Սփյուռքի ներդրումներով։ Սփյուռքը պետք է մասնակցի Հայաստանի բարգավաճմանը տարբեր ենթակառուցվածքներ ներդրելով, գիտելիք բերելով, մեր շարժման գլխավոր հենասյուներից է գիտելիքը եւ գիտական նվաճումները։ Իսկ դա օրինակ մենք առավելապես Սփյուռքով ենք, նաեւ այսպես Սփյուռքով ենք կարողանալու անել, այն մտքում ունենալով մենք ինքներս մի հատ պետք է մեր ջանքերով միավորենք, առաջ տանենք մեր երկիրը, զարգացնենք, որ ավելի ուժեղ հանդես գանք միջազգային ասպարեզում։ Սա նույնպես կարևոր է։ Մնացած հարցերը ես կարծում եմ կարելի է լայն քննարկել, այստեղ մոտեցումները տարբեր են, ըստ դրա արդեն հասկանալ ինչ լուծումներ կարող են տրվել։ Շատ կարևոր է թե ինչ դրսևորումներ է դա ստանում։ Շատ կարևոր է որ մարդը ով քվեարկում է ինքը նաև անմիջական իր վրա կրի այդ իշխանությունների որոշումների ազդեցությունը։ Այսինքն տարբեր սկզբունքներ կան, այսպես ասեմ, որոնք պետք է նկատի ունենալ այս հարցերը քննարկելիս։